Հարգելի պարոն նախարար, հարգելի ֆորումի մասնակիցներ, հյուրեր, ողջունում եմ բոլորիդ։ Մենք այսօր, ինչպես մեր հաղորդավարը արդեն տեղեկացրեց, հնարավորություն ունենք խաղաղության մասին հարցերի շուրջ զրուցելու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանի հետ։ Ես կսկսեմ հարցերը, բայց ինչպես արդեն տեղեկացաք, հնարավորություն կլինի նաև դահլիճից հարցեր ուղղելու։ Պարոն Միրզոյան, այս ֆորումը, որ կոչվում է կառուցելով խաղաղություն եւ համագործակցություններ, կարելի է ասել, որ համընկնում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առնվազն այս փուլի խորագրի հետ, այսպես ասած։ Բայց խաղաղություն կառուցելը ոչ միայն ջանքեր է պահանջում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այլ նաև երկրի ներսում ներառականություն, համընդգրկուն ներառականություն է պահանջում։ Բայց դրա ճանապարհին որոշ խոչընդոտներ կապված են երաշխիքների շուրջ անորոշությունների հետ։ Հայաստանը ինչ երաշխիքներ ունի, որ խաղաղությունը, որ կառուցվում է երկուստեք, եթե ոչ հարատև, ապա առնվազն երկարատև ռազմավարական գործընթաց է լինելու, եւ երկրորդը այն խաղաղությունը, որ կառուցվում է, երկու կողմում էլ նույն որակի խաղաղությունը նկատի ունեն երկրները։ Բարև ձեզ, հուսով եմ բոլորը արդեն հասցրել են առավոտյան սուրճը խմել եւ պատրաստ են լուրջ քննարկման, բայց մինչեւ ձեր հարցին անդրադառնալ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ երկրորդ շնորհակալություն ինձ հրավիրելու համար, կարծում եմ, որ այսպիսի քննարկումները շատ պահանջված են, ես սովորաբար առիթ ունենում եմ այս թեմաներին նման ձևաչափերով անդրադառնալ հիմնականում Հայաստանից դուրս եւ նաեւ կարեւոր եմ համարում շատ այս խոսակցությունը Հայաստանի ներսում, թեև եւ վարչապետը եւ մյուս մեր գործընկերները շարունակաբար ունեն ուղիղ երկխոսություն քաղաքացիների փորձագիտական հանրույթի հետ։ Վերադառնալով ձեր հարցին, գիտեք, երևի խաղաղության գործընթացին վերաբերող առանցքային եւ ամենակննարկվող հարցերից մեկը բարձրացրեցիք երաշխիքները, որովհետեւ կհիշեք մինչ խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակումը, մինչ Վաշինգտոնում ստորագրված դեկլարացիան, մինչ մյուս փաստաթղթերը, որոնք հաջողվել է օրինակ ադրբեջանական կողմի հետ համաձայնացնել, ստորագրել, վավերացնել, ինչպես օրինակ սահմանազատման գործընթացի դեպքում կանոնակարգը, որը ստորագրվեց, վավերացվեց, բոլոր փաստաթղթերի, բոլոր գործընթացների շուրջ կա մի հսկայական կոնսպիրոլոգիա, դավադրաբանական տարբեր վարկածներ, մանիպուլյացիաներ հաճախ միտումնավոր, որոնք կարող են որոշակի հոգեբանական հիմք ունենալ երկրի ներսում, կարող են նաև որոշակիորեն ուղղորդված լինել այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, խաթարելու խաղաղության գործընթացը։ Եվ ահա յուրաքանչյուր այդպիսի փաստաթղթի, յուրաքանչյուր այդպիսի գործընթացի դեպքում, երբ գործընթացը հասնում է որևէ հանգրվանի, փաստաթղթի դեպքում եւ փաստաթուղթը ստորագրվում եւ հանրայնացվում է, բոլոր այդ դավադրաբանական վարկածները հոդս են ցնդում, բնականաբար, որտեղ մարդիկ կարող են ուղղակի կարդալ ինչ որ ստորագրված է եւ հրապարակված է, եւ վերջում մնում է մի հարց. լավ, չկա այս սպառնալիքը, լավ, չկա այն վարկածը, բայց ինչ երաշխիք, որ այս ամեն ինչը կգործի։ Ես դրա համար եմ ասում, որ սա ամենակարևոր առանցքային հարցերից մեկն է, որովհետև մյուս դեպքերում, եթե հնարավոր է ուղղակի հրապարակել, հանրայնացնել այն, ինչի շուրջ պայմանավորություն է ձեռք բերվել եւ վախերը կարող են հոդս ցնդել կամ փարատվել մտահոգությունները, երաշխիքի հարցը իսկապես առարկայական պահանջված է եւ առարկայական քննարկում է պահանջում։ Հիմա իմ խորին համոզմամբ կա մի հստակ երաշխիք, շատ հստակ երաշխիք, եւ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չի, դա որևէ երրորդ երկրի կամ երկրների խմբի ստորագրությունը չի, դա ամենևին, եթե անցյալին անդրադառնանք կամ քննարկվող վարկածներին, ամենևին զանազան խաղապահները, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետևյալն է.
այն ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն ինչ համաձայնեցվել է եւ դեռ կհամաձայնացվի, մնացած ուղղություններով ձեռնտու է, շահավետ է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ հարատեվություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, կանոնակարգին սահմանազատման, որը վավերացվել է մեր ազգային ժողովում, եւ մնացած բոլոր համաձայնություններին, որը վստահ եմ հնարավոր կլինի ձեռք բերել առաջիկայում։ Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու իմ պատկերացմամբ Ադրբեջանը խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան խաթարել այդ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մնացած բոլոր երկրները եւս։ Այն հնարավորությունը, որը ստեղծվում է Հայաստանի համար, փոխկապակցվածությունը, վստահ եմ կանդրադառնանք հիմա ընթացքում նաև այդ հարցին, չգիտեմ, երկաթուղիներ, գազամուղեր, էլեկտրական հոսանքի գծեր եւ այլն, փոխկապակցվածություն, որը միայն Հայաստանին եւ Ադրբեջանին չի կապելու, չէ՞, բոլորս հասկանում ենք, կապելու է Եվրոպայից, Եվրոպական միությունից մինչև հեռավոր արևելք ընկած բոլոր երկրներին։ Սա է ուրեմն ձեր հարցի պատասխանը, փոխշահավետությունը։ Փոխգործակցությանն ու փոխկապակցվածությանը անդրադարձակ, դրա հետ կապված եւս մտահոգություն կա, կապված նրա հետ, որ շահեկան լինելուց զատ այդ փոխկապվածությունները կարող են նաեւ տնտեսական ու քաղաքական հավելյալ ճնշման գործիքներ տալ նոր ձևավորվող հարաբերություններում եւ դա կարող է անդրադառնալ Հայաստանի ինքնիշխանության վրա։ Ես կուզեի նաեւ այս հարցին անդրադառնանք՝ խաղաղություն եւ ինքնիշխանություն հարաբերությունները այս փուլում։ Ուրեմն իմ խորին համոզմամբ, ինչ որ հիմա կասեմ իմ հավատամքն է իսկապես, խաղաղությունը հիմա մի մասի համար սա կարող է տարօրինակ թվալ, մի մասի համար ճիշտ հակառակ այնքան բնական, որ զարմանան ինչ կա այստեղ որևէ առանձնակի գյուտ անելու։ Իմ խորին համոզմամբ խաղաղությունը ի թիվս բոլոր այլ դրական արդյունքների եւ հնարավորությունները, ինչպիսին են օրինակ, չգիտեմ, սովորական մարդկանց համար խաղաղ եւ անվտանգ ապրելը, իրանց երեխաների ապագան ծրագրելը, որևէ գործունեությամբ զբաղվելը, ամուսնանալը, հա, եւ անշարժ կամ շարժական գույք ձեռք բերել, սովորական մարդիկ ինչպես կարող են իրենց կյանքը պլանավորել։ Երկրների համար տնտեսական շահը, որը կարող է բերել փոխկապակցվածությունը։ Հիմա ի թիվս այս բոլոր հնարավոր նշածս կամ չնշած արդյունքների խաղաղությունը հնարավորություն է տալիս եւ Հայաստանի իդեպ ես կարծում եմ եւ Ադրբեջանի համար էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը։ Սա մեծ հաշվով կրկին դասագրքային բան է, որ որևէ կոնֆլիկտ, որևէ հակամարտություն պարարտող է ստեղծում երրորդ երկրների կամ աշխարհական կենտրոնների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, չգիտեմ, լծակներ ձեռք բերել կամ ուժեղացնել իրենց լծակները հակամարտության կողմերի վրա եւ այլն եւ այլն։ Հիմա խաղաղությունը ի թիվս մնացած բաների հնարավորություն է տալու եւ Հայաստանին եւ Ադրբեջանին ուժեղացնել, ամրապնդել իրենց ինքնիշխանությունը։ Այս հարցը նաեւ մի այլ շերտ ունի, դուք ձեր հարցի մեջ առնվազն ակնարկեցիք։ Աշխարհի վրա չկան եւ թերևս կարող եմ ասել երբեք չեն եղել երևի պետություններ, որոնք բացարձակ անկախ են։ Չկա այդպիսի բան։ Բոլոր երկրները ինչ որ բանով որևէ կախվածություն ունեն որևէ այլ երկրի հետ։ Եվ սա պետք չի բացասական իմաստով ընկալել։ Այս փոխկախվածությունը եւ փոխկապակցվածությունը ընդհանուր միջև ամենատարրական որևէ զանազան ռեսուրսների մատակարարումը միմյանց երկրների հասարակությունների զարգացման մեխանիզմներից մեկն է։ Հիմա անշուշտ մենք ես ասlen ասեցի քաղաքական իմաստով եւ ռազմաքաղաքական իմաստով, ռազմավարական ստրատեգիական իմաստով մենք կարողանալու ենք եւ արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից իհարկե այս բազմաթիվ փոխկապակցվածություններն ու փոխկախվածությունները մեկը կարող է անվանել
թեև ես խիստ վերապահումով կմոտենայի այդպիսի գնահատականին, մեկը կարող է անվանել ճիշտ հակառակ ինքնիշխանության պակաս, ես կարծում եմ, որ բոլորովին ոչ, որովհետև մենք երբ որ խոսում ենք անկախություն եւ ինքնիշխանությունից, մենք մի այլ հարթություն այնուամենայնիվ նկատի ունենք։ Երբ համաշխարհային մակարդակով խոսվում է փոխկապակցությունների մասին, դա կարծես զուգահեռ է գնում նաև գլոբալ առճակատումների հետ։ Ամեն դեպքում բևեռները ձևավորվում են, վերաձևավորվում են, վերաիմաստավորվում են, բայց այդ ողջ ընթացքում Հայաստանը փորձում է այդ փոխկապակցության գործընթացի մեջ ներգրավվել բոլոր հնարավոր բևեռների հետ, կարծես թե մենք ունենք ռազմավարական համագործակցության առնվազն սկսված գործընթաց եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, լավ հարաբերություններ Իրանի հետ, Ռուսաստանի հետ փորձում ենք պահպանել մեր հարաբերությունները, կշարունակեք երկրները։ Ինչպես է դա հնարավոր պահպանել այս առճակատումների շրջանում, առճակատումներից անդին հարաբերություններ պահպանել բոլորի հետ։ Շատ հետաքրքիր է հարցը, իրականում մենք վաղուց արդեն հռչակել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, այդպիսի քաղաքականություն վարելու մեր կառավարության ուրեմն որոշումը եւ իսկապես կան գնահատականներ եւ մեկնաբանություններ, որ աշխարհակաղակական շահերի այս երբեմն թեժ, երբեմն ավելի пассив բախման կամ սրման ամենայն դեպս շրջանում մեզ հաջողվում է հավասարակշռությունը պահել։ Այո, մենք ռազմավարական գործընկերություն ունենք Միացյալ Նահանգների հետ, այդ մասին խոսում ենք, ռազմավարական երկխոսություն ունենք եւ արդեն ուզում ենք բարձրացնել գործընկերության մակարդակի Միացյալ Թագավորության հետ, ես այսպես փորձում եմ քարտեզով արևմուտքից գալ մի շարք եվրոպական միության անդամների հետ էականորեն նշանակալի կերպով խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպական միության հետ, խոսվել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիները այլ հավակնություններ ունեն, եվրոպական միության անդամ լինելու հավակնություն ունեն, այդպեսին է տեսնում իրենց երկիրը։ Մենք մեր գործընկերություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, բազմիցս ասել ենք, թե ինչպիսի մեծ կարևորություն ենք հաղորդում մեր հարաբերություններին, երևի սա ամենառազմավարական մոտեցումն է բոլոր ռազմավարականների մեջ, ինչպիսի մենք կարևորություն ենք հաղորդում մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին, 4 հարևանից Վրաստանի եւ Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ փորձում ենք կարգավորել, Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք մնացած ուրեմն բաղադրիչներով աշխատել կամ ավելի դետալիզացնել, Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն եւ շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար ուրեմն արդյունքներ գրանցել շոշափելի։ Եվ այսպես թվարկելով գնանք Կենտրոնական Ասիա մինչև Չինաստան, որի հետ ռազմավարական գործընկերություն կրկին հռչակեցինք եւ երկրների ղեկավարները ստորագրեցին ընդամենը 2-3 ամիս առաջ։ Հիմա ինչ վերաբերում է փոխկապակցվածության ուրեմն պրոյեկցիային կամ այս կոնտեքստում մեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխկապակցվածությանը, գիտեք, երկար ժամանակ շրջանառվում էին վարկածներ եւ սա մեր մտահոգությունն էր նաեւ եւ երկար ժամանակ չէր հաջողվում գալ համաձայնության նաեւ այս պատճառով, ուրեմն շրջանառվում էին վարկածներ, նշվում էին կոնկրետ երկրների անուններ, որոնք ենթադրաբար կամ որևէ մեկի պահանջով կամ որևէ մեկի պատկերացումով պետք է ներկայություն ունենային, ուրեմն օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերագործարկվող երկաթուղու երկայնքով։ Սա մեզ համար անընդունելի էր, սա մեզ համար այսօր էլ անընդունելի է, այսօր այդքան էական չի, որովհետև մենք արդեն պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ եւ ստորագրել են երկրների ղեկավարները սկզբունքները, որոնց շուրջ այդ ապաշրջափակումը տեղի կունենա եւ նաեւ որպես վկա կա այդ ամենի տակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը, երևի հարմար առիթ է նորից հնչեցնեմ այդ սկզբունքները, քանի որ մտահոգություններին անդրադարձանք, ուրեմն վստահ եմ այս լսարանը գոնե շատ լավ տիրապետում է թեմային, բայց երևի կրկին իմաստ կա, այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը երկրների եւ երկրների իրավազորությունը ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Հիմա երբ որ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, երկրների իրավազորությունը
ամրագրված է եւ դրատական երկրների ղեկավարների ստորագրությունն է, երրորդ երկրների կողմից որևէ գործառույթ անելու օրինակ վերահսկողություն ունենալու երկաթու կամ այլ ենթակառուցվածքի նկատմամբ այդ թեման սպառվում է արդեն, բայց այո, կային փորձեր, այո, դա եւ օդում եւ սեղանի շուրջ հնչեցվող վարկածներից մեկն էր, այնպես որ այդ ձեր հարցի մեջ եղած նաեւ մտահոգությունը կամ մտահոգության պատմությունը լեգիտիմ է, այս պայծրությամբ առնվազն այդ կտորով փարատված է, որևէ մտահոգություն չկա, բայց իհարկե, այո, թերևս այսքան խոսելուց հետո պետք է համաձայնեմ ձեր հենց սկզբից հնչեցած բարձրաձայնած գնահատականին, մեզ հաջողվում է պահել այս հավասարակշռությունը, որից վստահ եմ մեր երկիրը եւ հարևանները շահելու են։ Պարոն նախարար, ես իհարկե էլի կուզեի ձեզ հարցեր տալ, բայց վստահ եմ, որ դահլիճում հիմա անհամբեր սպասում են, թե ես երբեմն ավարտելու իմ հարցերը, որ հնարավորություն ունենան իրենք էլ ուղղելու, այնպես որ արդեն դահլիճից կարող եք հերթագրվել, ձեռք բարձրացնել եւ ձեր հարցերն ուղղել պարոն նախարարին։ Եթե չկան, ուրեմն ես Կան։ Համեցեք։ Եթե հարց չկա կամ քիչ են, շատ լավ է, չկան շատ բաց։ Ես ենթադրում եմ պարզապես թարգմանությունը մինչև հասցնում են հարցերի փուլին անցնելը, դրա համար է դադարը։ Շնորհակալ եմ Դավիթ Լևոնյան, Օրբելի կենտրոնից, պարոն Արարատ Միրզոյան, պարոն նախարար, մենք մի կողմից խոսում ենք դիվերսիֆիկացման մասին, հարաբերությունները հավասարակշռելու մասին, մյուս կողմից խոսակցությունները դեպի Եվրամիություն կատարվալիք եւ կատարվող քայլերի մասին, արդյոք մեկը մյուսին չի հակասում։ Անկեղծ ասած ոչ միայն չի հակասում, այլ Եվրամիության հետ մեր խորացող հարաբերությունները շատերը կարող են հենց մեկնաբանել երևի դիվերսիֆիկացման կոնտեքստում։ Մենք շատ խորը հարաբերություններ ունենք այլ երկրների հետ, օրինակ, եւ հիմա Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը կարող է միայն նաեւ Տիկին Գևորգյան նշած հավասարակշռության կոնտեքստում դիտարկել, անշուշտ եւ չեմ ուզում ժխտել այն պահից, երբ որ խոսքը կգնա կոնկրետ Եվրամիությանը անդամակցելու կամ Հայաստանի հայտի մասին, թերևս իմաստ կունենա նորից անդրադառնալ ձեր հարցին, բայց այդտեղ էլ մեկնաբանությունները շատ միանշանակ նույնիսկ այդ պահին կարծում եմ չեն լինի։ Այս պահին առնվազն մեր հարաբերությունները որևէ երկրի հետ հենց այդ դիվերսիֆիկացիայի համատեքստում կարող են գնահատվել եւ դիտարկվել։ Այս կողմում էլ կար հարց չէ, համեցեք։ Մեջտեղի հատվածում խնդրում եմ միկրոֆոնը մոտեցնել։ Thank you, Minister. My name is Eleonora Tafuro. I work for ISPI, a think tank based in Italy. I also have a question about diversification and specifically on a possible future membership of Armenia in the Shanghai Security Cooperation Organization. So do you think this option is feasible? And do you think that this platform could help Armenia and Azerbaijan, if Azerbaijan becomes a member as well, to pursue peace given the joint membership in this organization? Thank you. Այո, Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը հետաքրքրություն են ցուցաբերել Շանհայյան համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ լինելու հեռանկարի մեջ։ Վերջին 2 ամիս առաջ տեղի ունեցած համապատասխան ձևաչափում, նախարարական ձևաչափում այդ համագործակցության կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումը որքան հասկանում եմ այն էր, որ դեռ այդ մասին, այսինքն գործընթացը սկսվում է եւ այդ մասին որոշում հավանաբար հաջորդ ընթացքում կամ հաջորդ փուլում կկայացվի,
Մենք ունենք հետաքրքրություն այդ կազմակերպության մեջ, ինչպես նաև համագործակցություն ենթադրող բազմաթիվ այլ միջազգային կազմակերպություններում կամ ձևաչափերում դուք մեկը նշեցիք, բայց դրանք տասնյակ են, երբեմն ոլորտներ ընդգրկող են, որոշ դեպքերում դրանք ընդգրկում են, չգիտեմ, 5, 6, 7 երկիր, այլ դեպքերում բոլոր երկրները ՄԱԿ-ի, եւ սա մեր համոզմամբ ընդհանրապես չի հակասում մեր ցանկությանը խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ կամ եթե պայմանական կարճ ասենք Հայաստանի եվրոպական հավակնությունների կամ Հայաստանի եվրոպական հեռանկարի, հա, ԵՄԱ-ական հեռանկարի հետ դեռ Եվրոպական միության հետ ճանապարհ կանցնելու, բազմաթիվ ծրագրեր ունենք համագործակցության, բազմաթիվ նորերը կամ փաստաթղթերը հենց այսօր այս պահին քննարկման ընթացքում են, գիտենք, որ նաև սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումն է, մենք տեսանք, թե ինչպես է ուրեմն նախաձեռնությունը քաղաքացիական բերվեց ազգային ժողով եւ հիմա արդեն ունենք օրենք այդ նախաձեռնության արդյունքում, օրենք, որը ըստ էության Հայաստանի անդամակցում Եվրոպական միությանը դարձնում է իմպերատիվ քաղաքականություն գործադիր իշխանության համար։ Այնպես որ սրանք գործընթացներ են, որոնք զուգահեռ գնում են եւ միմյանց չեն հակասում։ Ներողություն եմ խնդրում, քանի որ բարձրախոսը դեռևս այնտեղ է, պարոն Քալեջի, դուք էլ։ Դες ինձ առաջին հերթագրված մարդ ունեք։ Այսպես մեջտեղի հատվածում խնդրում եմ փոխանց։ Minister, thank you very much for your speech. When you were answering the question about being a member at the same time with EU and the other organizations, your answer, listening to your answer, I thought a Turkish foreign minister is talking, actually. But, so welcome to the club of trying to explain to the Europeans about this regional balancing acts. My first question would be about Azerbaijan-Armenian relations. Peace is built between people and people. I wonder, while you have this dialogue from state to state, whether you are planning to increase people-to-people, second track contact. I know maybe it's very fresh, but I'm wondering whether you deem it important. The second would be about Turkey and Armenia. I wonder whether there is also a willingness on both sides to increase second track contacts. While Armenia doesn't have a direct flight, Turkey has direct flight, for instance. So I wonder whether you also, together with Ankara, might be planning about the importance of second track. And my third question would be, I can imagine that the Russians and the Iranians could be a little bit bothered by the presence of America in the region, even though this is going to be probably a private company that you will be cooperating, I understand, to run the corridor. I'm wondering, how do you view so far the reaction from Russia and Iran to the signing of pre-signing in Washington and the fact that Washington is now in the region? Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ պատկերացնել, թե ինչ հարց կար, որ դուք չտվեցիք, բայց ես իհարկե սիրով կպատասխանեմ բոլորին։ Իսկապես, երբ խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի մասին հաստատված խաղաղության մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, օրինակ, երբ դա վերաբերում է փոխկապակցվածությանը, մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը հաստատված է, հռչակված է, պայմանագիրը խաղաղության նախաստորագրված է, բայց այս ամեն ինչով հանդերձ մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման եւ օրինակ մեկը կնշեի
հենց ձեր բարձրացրած հարցը քաղաքացիների միջև հարաբերությունները, քաղաքացիների միջև կապերը, երկու հասարակությունների միջև կապերը եւ նաեւ պետք է ընդունենք եւ այս մասին բարձրաձայն ասել է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին ամբողջական, այսպես ասած, հասարակությունների մտավոր, հաշտեցման բացակայությունը, ամբողջական հաշտեցման բացակայությունը, նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, որը որ հասարակություններ ունեն, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են եւ հաղթահարելու խնդիր կա եւ ժամանակ է պահանջվում եւ այս առումով քաղաքացիների միջև կապերը, այդ թվում եւ քաղաքացիական հասարակությունների միջև կապերը եւ շփումները շատ կարեւոր են։ Այդ պատճառով այդ կապերը մենք ուշադրություն ենք դարձնում նրան, մենք հասկանում ենք նաեւ Ադրբեջանի ընկալումն է այդպես օրեր առաջ տեղի ունեցան քաղաքացիությունը եւ շաբաթներ գուցե առաջ տեղի ունեցան քաղաքացիությունների ներկայացուցիչների միջև հանդիպումներ Հայաստանում, հենց հիմա այս լսարանում ես որքանով տեղեկացված եմ ունենք լրագրողներ կամ փորձագետներ Ադրբեջանից այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից եւ միայն սա է ճանապարհը այդ երկխոսությունը զարգացնելու նաեւ հասարակությունների միջև։ Ինձ ամենայն դեպս այլ բանաձև հայտնի չի, ենթադրում եմ մենք եւ Ադրբեջան առաջի երկրները չենք, առաջի ժողովուրդները չենք, որ կոնֆլիկտից հետո այս ճանապարհի միջով անցնում են, դա ցավոտ գործընթաց է, հեշտ բերվող գործընթաց չի, բայց գործընթաց է, որ պետք է արվի առաջին քայլը, երկրորդ, երրորդ, 10-րդ եւ գուցե, չգիտեմ, 1 տարի հետո մենք հանդիպենք եւ ասենք արձանագրենք թե ինչպիսի էական ուրեմն տարբերություն կա այդ պահի դրությամբ համեմատած այսօրվա, այսօր այդ էական տարբերությունը կա համեմատած 1 տարի առաջվա։ Այնպես որ շարունակելու ենք մենք որպես կառավարություն համենայն դեպս եւ խրախուսելու ենք այս քաղաքացիների միջև կապերը, այլ գաղափարներ եւս կան, թե ինչպես կարող ենք այդ ուրեմն երկխոսությունը զարգացնել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, հետաքրքիր նրբերանգ կա այստեղ։ Իմ կարծիքով Թուրքիայի հետ մեր երկխոսությունը կամ Թուրքիայի հետ հարաբերությունների այս առումով ձեր նշած ասպեկտով հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին։ Ադրբեջանի հետ, այս նայեք ինչ նկատեմ, Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, առանձին հարցերի շուրջ։ Եվ քիչ առաջ ձեր բարձրացած հարցով մենք խոսում էինք այն մասին, որ պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև, ուրեմն այդ հաշտեցման ուղղությամբ։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել եւ կա շատ շոշափելի։ Պրոբլեմն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան, պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները, հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի եւ ըստ այդմ Թուրքիայի քաղաքներ, Ստամբուլ, ենթադրում եմ Անկարա եւ այլն։ Այսինքն այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել։ Թուրքիայի հետ խնդիրը եղել այն, որ սահմանը եղել է փակ եւ դիվանագիտական հարաբերություններ չկա։ Հիմա ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Թուրքիայի հետ մենք ունենք շատ, իսկապես շատ ինտենսիվ եւ բովանդակային քաղաքական երկխոսություն։ Եվ դա այդ գործընթացը եղել է շատ հանրային, բոլոր հանդիպումները, վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա, իմ այցերը եւ մասնակցությունը Անտալիայի դիվանագիտական ֆորումին, չգիտեմ, Թուրքիայում տեղի ունեցած այդ ողբերգական երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքը, փրկարների գնալը եւ բազմաթիվ բաներ կարող ենք նշել։ Հիմա նաեւ փոխգործակցության եւ վստահության ամրապնդման այլ միջոցներ եւս քննարկվում են մեր եւ Թուրքիայի կողմից։ Իհարկե բոլորս հասկանում ենք եւ ես սկսեցի դրանից, որ բացը այլ տեղ է, բացը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է եւ բացը փակ սահմանն է։ Հիմա այդ բացը պետք է լրացվի, սա է պակասում։
Շատ էին հարցերը, նաև ամերիկյան, եթե թույլ կտակ, չգիտեմ ժամանակ եթե ունենք, ես չի ուզի անպատասխան հարց թողնել։ Ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում եւ Ռուսաստանի եւ Իրանի ընկալումները։ Ուրեմն ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում նոր չի։ Հայաստանում էլի կան ընկերություններ, որոնք ունեն ամերիկյան մասնակցություն եւ այլն։ Հիմա եթե մի խոշոր կան նաև, չգիտեմ, արգենտինական ընկերություն կա, ֆրանսիական կա, չինական եւ այլն, նրանցից շատերը ունեն շատ էական, ուրեմն խոշոր մասնակցություն էական ենթակառուցվածքներում, ակնհայտ հրապարակային ինֆորմացիա երևի չարժի ժամանակ վատնել թվարկելու վրա։ Հիմա այս նոր Նաև չեմ ուզում ժխտել այն ինչի մասին, որ խոսում ենք եւ նոր պետք է բացվի կամ վերակառուցվի կամ կառուցվի, օրինակ երկաթուղին Հայաստանի եւ Ադրբեջանը կապող։ Իհարկե շատ մեծ քաղաքական ուշադրություն է հրավիրում եւ չեմ ուզում ասեմ դա մի ստանդարտ այնպիսի բան է, ինչպես օրինակ չեմ կարող ասել ջրային ռեսուրսների կառավարման ինչ-որ բանը կամ օդանավակայանում որևէ բանի, հա, կոնցեսիոն կառավարման, հա, իհարկե տարբերվում, հա։ Եվ շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգները հետաքրքրություն ունի, սա նաև եւ տնտեսական բաղադրիչ ունի եւ առաջի հերթին, հա, կարող ենք ասել տնտեսական, ես քիչ առաջ խոսեցի Եվրոպական միության եւ Հեռավոր Արևելքի փոխկապակցությունը այս ուրեմն մեր եւ Ադրբեջանի ենթակառուցվածքներով բայց նաև քաղաքական նշանակություն եւ մեր բոլորի համար եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար նաև խաղաղության գործիքներից մեկն է դառնում եւ խաղաղության երաշխիքներից մեկը եւ շատ լավ է որ Միացյալ Նահանգների պես երկիրը հետաքրքրված է տնտեսական հետաքրքրությունում եւ մենք հիմնելու ենք ըստ ամենայնի հիմա նյուանսները բանակցում ենք Միացյալ Նահանգների բայց իմ պատկերացման առնվազն պետք է կլինի հայ-ամերիկյան ինչ-որ ձեռնարկություն որը կկառուցի այդ երկաթուղին եւ ուրեմն եւ կզբաղվի ամենօրյա մենեջմենթով, հա։ Սա չի նշանակում, նորից, այդքան խոսում ենք, բայց տարբեր հարցերի մեջ ես այդ ենթատեքստը տեսնում եմ, սա չի նշանակում ամերիկյան վերահսկողություն ենթակառուցվածքի նկատմամբ։ Սա բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանը, իրավազորությանը, լուծված են։ Լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունը այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև առնվազն դա ստորագրված է արդեն եւ հրապարակված է։ Եվ հետեւաբար վերահսկողություն, անվտանգություն, դրանից բխող բոլոր բաները դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան բացառիկ իրավունքն են եւ այդ իրավունքը որևէ կերպ չի խախտվելու։ Խոսքը գնում է տնտեսական մենեջմենթի կառուցման եւ մենեջմենթի մասին։ Այ սրա համար էլ, քանի որ սրա մասին է խոսքը, մտահոգություններ չեն հնչել պաշտոնական Թեհրանից կամ Մոսկվայից։ Ես կարող եմ կային իհարկե վերլուծություններ կային, երբ որ դեռ պարզ չէր դետալները եւ այլն, եւ ներկայացվել է եւ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանին եւ ողջ աշխարհին այդ պայմանները, որի շատ համառոտ, բայց էական նկարագրություն ես քիչ առաջ տվեցի եւ ահա այս պայմանները որևէ կերպ մտահոգիչ չեն ոչ Թեհրանի համար, ոչ Մոսկվայի, ճիշտ հակառակ, օրինակ եւ Իրանն է հետաքրքրված այս փոխկապակցվածությամբ եւ Ռուսաստանի Դաշնությունը ես կարող եմ վկայակոչել օրինակ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարություն դա է գալիս մտքիս առաջինը որը ուղղակի նշեց օրեր անց Վաշինգտոնյան համաձայնությունից հետո որ իրենք էլ հետաքրքրված են եւ ուզում են որևէ կերպ մասնակցություն ունենալ ի վերջո այլ ենթակառուցվածքներ այլ երկաթուղիներ Հայաստանում նաեւ մենեջմենթ իրականացում է ռուսական ընկերության կողմից այնպես որ իսկապես նորից ու նորից վերադառնալով ձեր ձևակերպմանը ստեղծված է այնպիսի մի հավասարակշռության կետ, որը շահավետ է բոլորին։ Սա է ամենայն դեպս իմ ընկալումը եւ հենց դա էլ երաշխիքն է նրա, որ այս ամեն ինչը կկենսագործվի եւ կունենա երկար կյանք։ Հա, ներողություն, մի փոքրիկ տեխնիկական դետալ էլ նորից։ Ես հասկանում եմ, որ Հիմա բոլորը ովքեր ասում են միջանց, նկատի ունեն տնտեսական միջանցքները, լոգիստիկ ուղիները, որոնցով հետաքրքրված են աշխարհի բոլոր երկրները, բոլորը հիմա փորձում են ինչ-որ նոր միջանցքներ գտնել։
հարցը այն է, թե ով ինչ է հասկանում այդ միջանցք ասելով։ Մենք էլ Հայաստանում ունենք հյուսիսարավ ճանապարհային միջանցք, անունը տենց է։ Կան բազմաթիվ այլ այդպիսի միջանցքներ, որոնք միայն ողջունելի են բոլոր հնարավոր մասնակիցների կողմից։ Այս դեպքում, երբ որ ասում ենք միջանցք, կա մի նրբերանգ, եւ ես կխնդրեի չօգտագործել այդ տերմինը, համենայն դեպս ենթակառուցվածքների այն կտորի մասով, որը կապելու է, որը անցնելու է Հայաստանի հարավով։ Ինչու՞, որովհետեւ մենք քիչ առաջ խոսում էինք այն մասին, որ տարբեր երկրներ բանակցությունների տարբեր փուլում այս կամ այն կերպ ցանկություն են ունեցել օրինակ անվտանգային կամ ռազմական ներկայություն ունենալ երկաթուղու երկայնքով կամ համենայն դեպս այդ գաղափար օդում եղել է, անընդհատ խոսվել է եւ այլն, կամ վերահսկողություն ունենալ այդ ենթակառուցվածքի նկատմամբ։ Ես արդեն ասացի, որ լինելու է դա Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավունքն է, բայց մենք հիշում ենք դեռ այդ բանակցությունների ընթացքը եւ եթե որևէ մեկը սենյակում ասում միջանցք, մեր մոտ մեխանիկորեն արթնանում է այդ մտահոգությունը, որ ինչ որ մի թաքնված այլ մտադրություն կա այստեղ, որը կարող է վնասի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության։ Հետևաբար կա այդ ենթակառուցվածքի պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի ստորագրությունը, նախագահ Ալիևի ստորագրությունը, նախագահ Թրամփի ստորագրությունը, եւ ես ձեզ կարող եմ վկայակոչել, երբ չեմ հիշի ամբողջական ցանկը, բայց կարող ենք ինտերնետում գտնել բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ միջազգային կազմակերպություններ հեղինակավոր, որոնք ողջունել են հենց այդ անվամբ ենթակառուցվածքի ստեղծումը, այդ պայմաններով ապաշրջափակումը։ Եվ այդ անունն է TRIP, Trump Route for International Peace and Prosperity, TRIP ուղի։ Սա է այն, ինչ որ լինելու է Հայաստանի հարավում։ Մնացած ով ինչ սիրած անուն ունի իր մտքում կամ ով ինչ բան է գրում, երևի կիրառելի չի մեր հանդեպ։ Շնորհակալություն, թեև իրանցի մեր գործընկերոջ հերթը դեռ չի հասել, բայց կարծում եմ իրեն հետաքրքրող հարցերին էլ արդեն անդրադարձակ մասամբ։ Ես ուզում եմ ներողություն խնդրել, կապված բարձրախոսի հետ, տեխնիկական հարցի հետ կապված, իմ իրավազորությունն ու իշխանությունը որպես քննարկման վարող լավ չեմ կարողանում իրականացնել, այդ պատճառով կխնդրեմ, որ ում մոտ որ կա բարձրախոս եւ հերթագրվել է, նա հաջորդ հարցը տա, բայց մինչ այդ պարզապես չարաշահելով իմ դիրքը մի փոքրիկ կոմենտ կուզեի անել կապված նրա հետ, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները թվարկելիս մեր հյուրի մոտ համեմատություն առաջացավ նաև հարևան երկրի, այսպես ասած, արտաքին քաղաքական առաջնահերթությունների։ Ես կարծում եմ, որ երբ խոսքը գնում է կայունության, խաղաղության եւ բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին, տարածաշրջանի բոլոր երկրների արտաքին քաղաքական առաջնահերթությունները եթե համընկնեն, դա կլինի իրական գրավականը հաջողության նաև տարածաշրջանում։ Համենայն դեպս նրանց, ովքեր որ շահագրգռված են իրենց ինքնիշխանության ամրապնդմամբ, շահագրգռված են եվրոպական ինտեգրմամբ եւ նաեւ մյուսների համագործակցությամբ։ Իսկապես։ Համեցեք։ Thank you, Minister, for this opportunity. I'm Pankaj Pachori. I'm a journalist and microphone is off. Communications. Thank you for the opportunity. My name is Pankaj Pachori. I'm from India, and it's a privilege and honor to be in the beautiful country. Yesterday and today, we've been hearing about your very brave and very bold peace initiative. Same questions keep coming up. It's about the involvement of the third party, it's about it's about concerns of citizens. And as you, what I see, and I'd like to ask you about this, that there seems to be a lack of public diplomacy. We need, you talked about myths. Yesterday the Prime Minister is talking about it's very boring to talk about peace, he said. You need, I would have loved if when I came here that there were mythbusters in my hand in a docket. There were facts about the peace process, where other countries are involved, not involved, why it's being called the Trump corridor, what does it mean, and you have to, I think you got a task cut out, that you have to explain it to journalists like us, and then to people, and the same I think can be done at public diplomacy level.
the people of Azerbaijan, they have also to be explained. So all these questions which keep coming, and there are similar questions yesterday and today, I think they will not come if you have some sort of a idiot's guide to peace process. Thank you. Ես այսօր արդեն առիթ ունեցա համաձայնվելու ձեր հարցադրման հետ կամ դիտանկյան հետ, նույնիսկ մինչև ձեր կողմից տեսակետը հայտնելը, իսկապես հանրային դիվանագիտություն չափազանց կարևոր գործիք է, իսկապես կարիք կա այդտեղ ջանքերը ավելացնելու եւ լավ նորությունն է նա, որ մենք հենց հիմա նաեւ զբաղված ենք դրանով եւ այստեղ ունենք նաեւ Ադրբեջանից ներկայացուցիչներ. Спасибо. Азербайджанское государственное информационное агентство ТАСС. Ацертач. Значит, хотел спасибо сказать организаторам форума. И у меня два коротких вопроса. Первый вопрос по поводу основного препятствия, как заявляют в Азербайджане, на пути окончательного подписания мирного договора, а именно изменение редакции основного закона Армении. Насколько скорым возможно это изменение и как результат подписания мирного соглашения? И второй вопрос по поводу маршрута Трампа. К 2028 году заканчивается строительство железной дороги Карс-Нахчеван, и одновременно на территории Азербайджана заканчиваются инфраструктурные работы. Возможно ли к этому времени открытие дороги, именно звена, через территорию Армении, то есть к 2028 году? Спасибо большое. Ուզում եմ շատ ուղիղ եւ անկեղծ պատասխանել ձեր հարցին, այսինքն ոչ թե ուղիղ պատասխան ձեր հարցին, այլ ուղիղ եւ անկեղծ կիսվել մի տպավորությամբ, որը ունեցա, երբ դուք հարցը տալիս եք։ Ախ, ողջունում եմ ձեր մասնակցությունը այստեղ եւ հարց տալու հնարավորությունը, բայց անկեղծ ասեմ, ես կմտածեի, թե Երևանում գտնվող ադրբեջանական գործակալ ինֆորմացիոն գործակալության լրագրողը երևի այլ հարց կտար, չգիտեմ, այստեղ երևի դուք պարզ է, ինձնից ավելի լավ եք ձեր հայտակցությունների շրջանակը պատկերացնում, բայց ես կհարցնեի երևի մի բան, որը չէր լինի, օրինակ պաշտոնական Բաքվի խոսույթը կամ չգիտեմ թեմա, որը նաև ես հնարավորություն եմ ունենում քննարկելու կամ լսելու իմ ադրբեջանցի գործընկերների կողմից, դա հաստատ չէր լինի սահմանադրության վերաբերյալ, բայց կրկին այստեղ ես իմ շատ թյուր պատկերացումը գուցե ունեմ լրագրողական հետաքրքրությունների մասին, բայց քանի որ հարցրել եք, իհարկե անպատասխան չեմ թողնի, ուրեմն հնչեցվել է այս հարցը նաև հրապարակավ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից եւ մեր պատասխանը շատ միանշանակ է, մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա եւ հետեւաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ես նշեցի արդեն, խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենական հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերված են, հրապարակված է, ստորագրված է, բայց կան հարցեր նաև, որ երկու երկրները չեն համաձայնվում, հա։ Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է։ Մենք չունենք անգամ համաձայնությունների մասին, որ Հայաստանի սահմանադրությունը կամ Ադրբեջանի սահմանադրությունը, որը ըստ մեզ ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է եւ հետեւաբար մենք եւ Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները եւ կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային։ Չկա այդպիսի բան։ Արձանագրել ենք, որ մենք այստեղ չունենք համաձայնություն։ Շատ լավ, ինչ անել ունեմ սրա հետ։ Ադրբեջանը ասում է, որ լավ, չեք կիսում այս մեր մոտեցումը, չեք համաձայն, շատ լավ, մենք էլ մեր կողմից չենք ստորագրում օրինակ բանը, կամ առաջ չենք գնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով, հա, չէ՞ ավարտի չենք բերում այդ գործընթացը։ Դե մենք էլ ասում ենք իզուր եք այդպես անում, դա չարժի, եթե շատ երկար պատմությունը համառոտ ասեմ,
բայց նայել իրենց դիրքորոշումն։ Հիմա ուրեմն այս կտորով համաձայնություն չկա։ Բայց այդ նույն խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը տեղի ունեցավ Վաշինգտոնյան սամիթի լիդերների հանդիպման եւ իրենց կողմից հռչակագրի ստորագրման օրը կամ դրան զուգահեռ, այդ համաձայնագրի նախաստորագրումը նաեւ լրացնելով ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրը ազդարարեցին կամ արձանագրեցին խաղաղության հաստատումը։ Այսինքն այն ինչ նպատակ ունի այդ մեծ հաշվով նպատակ ունի այդ համաձայնագիրը, այդ նպատակին նախաստորագրման հասել ենք եւ լիդերների հանդիպմամբ եւ հետագա հանդիպումներով կամ մինչ այդ ուրեմն եղած հանդիպումներով խաղաղությունը հաստատված է մենք Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները վայելում ենք խաղաղությունը սահման եւ հələ տեսեք ինչեր են քննարկում ենք քաղաքացիությունների շփումներ, քննարկում ենք փոխադարձ այցելություններ էքսպերտների եւ լրագրողների, քննարկում ենք, չգիտեմ, սահմանին ինչ որ կոնտակտներ ժողովուրդների քաղաքացիների միջև եւ այլն եւ այլն։ Հուսամ, որ առաջիկա գործընթացները մեզ կբերեն նաեւ վերջնական ստորագրման եւ պարլամենտներում վավերացման։ Մենք համենայն դեպս Հայաստանի Հանրապետության կողմից ունենք այդ քաղաքական կամքը, գնում ենք այդ ճանապարհով, չենք տրվում որևէ պրովոկատիվ ուրեմն բաների, ուղերձների կամ խոսակցությունների եւ էլի կրկին հուսամ, որ մենք առաջիկայում կունենանք նաեւ համաձայնագրի ստորագրում, հետո կունենանք համաձայնագրի վավերացում։ Միաժամանակ ասեմ, որ եւ սա էլ գաղտնիք չի, մենք դեռ 2018 թվականից 18 թվականի վերջերից նույնիսկ եթե շոուությունս չի դավաճանում, հանրային ասել ենք, որ մենք խնդիր ունենք մեր սահմանադրությունը փոխելու, բայց սա այս դահլիճի հայաստանյան հատվածին է, հա, նախ եւ առաջ ներհայաստանյան եւ միայն գուցե ներհայաստանյան օրակարգի մասը։ Խոսեցիք Կարս Նախիջևան երկաթուղու մասին եւ ժամկետների մասին, անկեղծ ասած ես կդժվարանամ ժամկետ ասել, բայց կարող եմ օրինակ ասել, որ մենք հենց այսօր էլ, բառացիորեն այսօր էլ ամերիկյան կողմի հետ քննարկում ենք այն տեխնիկական լուծումները, իրավական ձևակերպումները, չգիտեմ, պայմանագրերը, բաները, որոնք, այո, Հայաստանի ղեկավարը, Ադրբեջանի ղեկավարը, Միացյալ Նահանգների ղեկավարը եկել են համաձայնության հիմնական սկզբունքների շուրջ, հա, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմաններ, փոխադարձություն, բայց կան բազմաթիվ տեխնիկական լուծումներ, չգիտեմ, մթուր մինչև բան այդ ընկերության ստեղծման իրավական ձևակերպումը վերջացրած հավանաբար էլեկտրոնային սկաներներով, որոնք պիտի տեղադրվեն եւ այլ բազմաթիվ տեխնիկական բաներ կան, որ դեռ պետք է հստակեցվեն։ Իհարկե նշատեց սկզբունքների շրջանակներում։ Հիմա մենք այդ process-ի մեջ ենք Միացյալ Նահանգների հետ, հա։ Եվ այդ գործընթացը շատ ինտենսիվ է ընթանում։ Բայց չեմ կարող ասել, որ ամսաթվին կավարտվի, որ ամսաթվին կհիմնվի ընկերությունը, որ ամսաթվին կհրավիրվի շինարարական ընկերությունը, որ ամսաթվին կգնա առաջի գնացքը։ Մենք շատ շահագրգռված ենք, որ դա տեղի ունենա օր առաջ, որովհետև դա եթե ձեր համար առաջնային կարևորությունը Ադրբեջան-Նախիջևան կապն է, մեր համար առաջնային նշանակությունը Հայաստանի ապաշրջափակումն է։ Եվ այդ երկաթուղով աշխարհի այլ երկրների կապվելը, թեև եւ ուզում են ողջունեն, արդեն նաեւ Ադրբեջանը էական քայլ արեց այդ ուղղությամբ ապաշրջափակման եւ հանեց դեպի Հայաստան երրորդ երկրներից Ադրբեջանի տարածքով բեռների ուրեմն տեղափոխությունը։ Սա շատ շոշափելի, շատ ողջունելի եւ էական քայլ է ապաշրջափակման ուղղությամբ։ Մենք էլ մեր կողմից շատ ինտենսիվ աշխատում ենք, օրինակ, որ այդ երկաթուղին օր առաջ լինի, արդեն ասեցի, նաեւ պատրաստականություն ենք հայտնել, օրինակ, Թուրքիայից դեպի Ադրբեջան տեղափոխվող բեռները այսօր արդեն ապահովելու եւ հակառակ ուղղությամբ Հայաստանի տարածքով։ Այնպես որ շատ ինտենսիվ է ընթանում գործընթացը եւ երկաթուղու մասով եւ մնացած ենթակառուցվածքների եւ այլ ուրեմն կտորներով եւ պետք է որ
ամեն հաջորդ շատ մոտալուտ փուլում տեսնենք շատ ավելի նոր, շատ ավելի շոշափելի քայլեր այս ուղղությամբ, իսկ քանի որ նաև Թուրքիայի հետ կապը նշեցիք, Կարս Նախիջևան, ասեմ, որ չափազանց կարևոր է նաև Կարս Գյումրի ուրեմն երկաթու վերագործարկումը, որը նաև այդ ճանապարհով կապահովի հեռավոր արևելք եւ չգիտեմ ասենք Միացյալ Թագավորություն կամ Պորտուգալիա ապրանքների շարժը եւ տեղափոխությունը։ Ես տեսել եմ ձեռքեր եւ այս հատվածում եւ այնտեղ, եթե բարձրախոսքը ձախ չեք նայում։ Ես պարզապես հիշեցնում եմ, որ մինչև հանդիպման ավարտը 10 րոպե ժամանակ ունենք, 11-ին նախատեսված է ավարտը, գուցե վերջին հարցը խնդրեմ։ Պարոն նախարար, ես համաձայն եմ այդ անարդարության հետ կապված, ես ուզում եի ուղղել անարդարությունը, բայց այստեղից այսին, որ կարծես հարցին պատասխան եղել է արդեն եւ հանել են հարցը, այնպես որ համեցեք աջ կողմի անարդար հատվածից հարցեր։ Thank you, Minister. I'm Vali Kalaji, researcher in Iran and Eurasian Studies, Eurasian Institute in Tehran. The declaration, the joint declaration of Armenia and Azerbaijan in the United States did not mention to 1990 years for ownership or lease of American companies or Armenian-American joint companies in the route from Azerbaijan to Nakhchivan. But as you know, President Donald Trump, after the signing of the declaration, mentioned and referred to 1919 years in this route. In addition, there are different positions in Armenian officials, especially in the Armenian parliament, about this issue. What is the official position of Armenian government? Do you confirm or reject it? Thank you very much. Տեսեք, թերևս անհրաժեշտություն կա նորից արձանագրել Հայաստանի Հանրապետության կողմից, որ համաձայնեցված է այն, ինչ հրապարակված է եւ ինչի տակ կան ստորագրությունները։ Այլ պայմաններ, ժամկետ, փայաբաժին, չգիտեմ, որևէ բան տեխնիկական առայժմ համաձայնեցված չի եւ բանակցվում է։ Տարբերակներից մեկը կարող է լինել 99 տարով ուրեմն շահագործման իրավունքը կամ կառուցապատման իրավունքը, տարբերակներից մեկը կարող է լինել պակաս տարիներով, տարբերակներից մեկը կարող է լինել այս փայաբաժնով, այն փայաբաժնով, ստեղ մի քիչ երևի տնտեսական հաշվարկի հարց կա, սովորաբար այդպիսի հարցերը որոշվում են, երբ որ քննարկվում է, թե ինչ ներդրում է արվում եւ ինչքան տարիներ են պետք այդ ներդրումը ռացիոնալ շահույթով հետ ստանալու համար։ Այս հարթության վրա է հարցը եւ այդ հարցերը հիմա քննարկվում են, քիչ առաջ նաեւ մյուս գործընկերոջ պատասխանելիս հնարավորություն դա ունեցա ասելու։ Հիմա այսօր այդ բոլոր հնարավոր թեմաները քննարկվում են։ Դա է նաեւ ի թիվս այլ կարևոր հարցերի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առարկան։ Առայժմ որևէ լուծում, որևէ որոշում չկա։ Հենց որ լինի, բնականաբար այդ ամենը նորից կհանրայնացվի, ինչպես եւ ողջ գործընթացի բոլոր մնացած դետալները։ Հենց որ լինի հստակություն, ում փայաբաժին ինչքան է, որ ընկերության անունը ինչ է, երբ է սկսում շինարարությունը, ինչ տիպի մրցույթ է հայտարարում, քանի տարով է դա, քանի ամսում կլինի շինարարությունը, քանի ամիս հետո կլինի այս ինչ։ Այդ բոլորը երբ որ հստակեցվի, մենք կհայտարարենք։ Բայց նորից այս պահին հայտարարված է այն, ես ներողություն եմ խնդրում կրկնելու համար, բայց իմ գործունեության ընթացքում արդեն բազմիցս առիթ ունեցել եմ համոզվելու, որ բաներ կան, որ պետք է շարունակաբար կրկնել։ Հետևաբար ինչ որ համաձայնեցված է, արդեն հրապարակված է, մնացածը քննարկում ենք։ Իսկ համաձայնեցված է այն, որ ինչպիսին էլ լինեն այն մյուս լուծումները, որոնց շուրջ մենք նոր խոսեցինք, մնացած բոլոր դետալները, ինչպիսին էլ դրանք լինեն, դրանք լինելու են ստորագրված եւ հանրայնացված սկզբունքների շրջանակներում, որոնք այն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը, համապատասխանաբար իրենց հատվածի ենթակառուցվածքների նկատմամբ փոխադարձությունը։ Այսքանը։
Դահլիճի ձախ կողմից հարցեր կան։ Այո, ես եմ հաջորդը, բարև ձեզ պարոն նախարար, Անահիտ Փիլիպոսյան, ապրի Արմենիայից։ Բիդիոզի խոսեք ավելի այդ ուղղությունը, որ ունի նախարարությունը, որ ստորագրե ռազմավարական գործընկերություններ, ինչ է նպատակը այդ ուղղության, ինչու է անում, ինչպես, եւ ինչ կարող ենք ավելի սպասել որ երկիներին հետ այսինքն։ Շատ լավ, ես կարծում եմ բոլոր երկրների աշխատանքում, արտաքին քաղաքական եւ արտաքին տնտեսական, եթե կարելի այդպես ասել, մոտավորապես sense շատ իհարկե հիմա պարզունակ եմ ներկայացնում, այսքան պարզ չի ամեն ինչ, բայց մոտավորապես հետեւյալ կերպ է, հաստատվում են հարաբերություններ X եւ Y երկրների միջեւ, կան բարենպաստ պայմաններ, այդ հարաբերությունները զարգանում են եւ ինչ որ մի պահի կարող են այդ երկու երկրները որոշել, որ այդ հարաբերությունները միմյանց համար այնքան կարեւոր են, որ իրանք դրանց անվանում են ռազմավարական։ Եվ հիմա այդպիսի իրավիճակ է ստեղծվել օրինակ մեր եւ Միացյալ Նահանգների միջեւ, մեր եւ Չինաստանի միջեւ, մեր եւ Նիդերլանդերի միջեւ, մեր եւ Մեծ Բրիտանիայի միջեւ եւ այլն եւ այլն եւ այլն։ Կան այդպիսի նաեւ քննարկվող սցենարներ նաև այլ երկրների հետ, ես չի ուզենա այս բանին հնչեցվել, որովհետև այդպիսի հարցերում ավելի լավ է խոսել կոնկրետ փաստերով եւ արդյունքներով, երբ որ կլինի հաստատուղթ Հայաստանի եւ երրորդ այլ երկրի միջև ռազմավարական գործընկերությունը փաստող հաստատղթի մասին մենք հանրայնացնենք, բայց նաև ուզում եմ, բայց մի քանի բան կա, որ արդեն հնչեցրել ենք, օրինակ նույն Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել արձանագրել թղթով այդ ռազմավարական հարաբերությունները կամ գործընկերության ռազմավարական բնույթը, միևնույն ժամանակ ասելով, որ այսօր էլ մեր եւ Իրանի հարաբերությունները հենց ռազմավարական կարեւորություն է եւ ռազմավարական է, եւ երևի այստեղ ավելի շատ ոչ թե նոր մակարդակի բարձրացնելու, այլ եղածը արձանագրելու եւ ստորագրելու անհրաժեշտություն կա եւ այլն։ Այս հատվածում էլի ունենք հարցեր, ահա։ Ողջույն պարոն նախարար, ես Փույա Հոսեյնի եմ, Իրան-Հայաստան համագործակցությունի զարգացման հիմնադրամից։ Հարցս ուղղված ձեզ, մենք ինչպես գիտենք, Միացյալ Նահանգները բաժամիջոցները գրարել Իրանի դեմ, միջազգային բաժամիջոցները մասին է խոսքը Եվ մենք գիտենք դարբեր երկիրներ, որ Միացյալ Նահանգների հետ ջերմ հարաբերությունների մեջ են եւ այդ բաժամիջոցները կարող են աշխատեն, օրինակ բերեմ Հնդկաստանը 6 ամիսով կարողացել է Չաբահար նավահանգիստի վրա իր բաժամիջոցները չեղյալ համարել, սարացնել, կամ այլ երկիրներ Իմարաթն է, որը ջերմ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ եւ Արևմուտքի հետ եւ կարողացել է եւ ինչպես գիտենք մեծ մասը Իրանի տնտեսությունը եւ արևտուրը Իմարաթից է ինչպես կարանք անենք որպեսզի Իրան-Հայաստանի հարաբերությունները տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունները երրորդ կողմը չի խոչընդոտի եւ այդ բաժամիջոցները ինչպես կարակ դուք որպես անկախ երկիր այդպես անեք ձեր գործընկերների հետ արևմուտքի հետ ինչպես երկխոսություն ունենակ որ այդ հարաբերությունները Իրան-Հայաստանի մեջ Իրան-Հայաստանի միջև չխոչընդոտեն եւ նաեւ այդ Թրամփի ճանապարհը օրինակ մենք ունենք հյուսիս-հարավ ճանապարհի մեջ հատված որ իրանական ընկերություններ են կառուցում եւ դա կարող է հակասություն ստեղծի այնտեղ եւ Միացյալ Նահանգները խոչընդոտի այդ համագործակցությունները մեր երկու երկրների միջև մի դիտարկում ինձ թույլ տամ երևի բնորոշիչ եթե ոչ բոլոր ապա հարցերի մեծ մասի դեպքում բոլորս հիմա այստեղ միահամուռ բոլորս չէ բոլորը
փորձում ենք գտնել հակասություններ, չգիտեմ, Հայաստանի ուրեմն քաղաքականության այս կամ այն բաղադրիչների միջև, բայց հենց սկզբից բարեբախտաբար արձանագրեցինք, որ հաջողվում է այնուամենայնիվ Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում ձևավորել համագործակցության կամ, չգիտեմ, հավասարակշռության առնվազն մթնոլորտ եւ կոնտեքստ եւ ձեր ներկայացրած հարցը այս մեծ կոնտեքստում եւս բացառություն չի։ Մենք իհարկե շատ հրաշալի մեր հարաբերություններ ունենք ձեր նշած երկրների հետ, մեր համար շատ կարեւոր են մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Գիտեք, վստահ եմ ինչպիսի մեծ համագործակցություն կա եւ համագործակցության հեռանկարները մեր համար կարեւոր են համագործակցությունը ծոցի երկրների հետ, այդ թվում նաեւ Արաբական Միացյալ Էմիրատների, ընդ որում նույն ուրեմն ենթակառուցվածքների տնտեսական տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում եւս եւ այս ամեն ինչից զատ ես քիչ առաջ առիթ ունեցա ասելու մեր համար շատ կարեւոր են մեր հազարամյակների հարևան եւ բարեկամ Իրանի հետ եւ ոչինչ աշխարհում այս բարեկամություն եւ գործընկերությունը չի կարող խաթարել դա կլինի քայլ Հայաստանի Հանրապետության դեմ այսինքն ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետության որևէ կառավարություն, որը չի շարունակի Իրանի հետ հարաբերությունները, այդ նույն եղբայրության հարևանության մթնոլորտում միջավայրում։ Հիմա սրան զուգահեռ իհարկե կան միջազգային սանկցիաներ, պատժամիջոցներ, որոնք մենք չենք շրջանցելու եւ չենք շրջանցել երբեք։ Դուք ասեցիք աչք փակել, չգիտեմ այդ տերմինը որքանով է կիրառելի, եւ վստահ եմ, որ այդ տերմինը հաստատ կիրառելի եւ թույլատրելի չի արտաքին գործերի նախարարության կողմից եւ ընդհանրապես մենք բոլոր միջազգային գործընկերների հետ շատ ազնիվ ենք, մենք ոչ մեկի չենք խաբում։ Այդ թվում եւ չենք խաբում այն երկրներին, ովքեր եւ կամ ասին կազմակերպություններ, ովքեր պատժամիջոցներ ունեն Իրանի հետ կապված, ցավով արձանագրելով, որ այդ պատժամիջոցները իհարկե սահմանափակում են մեր եւ Իրանի առևտուր, օրինակ, մեր եւ Իրանի միջև տնտեսական հարաբերությունները, ցավով, այո, սահմանափակում են։ Այդ սահմանափակումներից անդին եւ մենք շատ թափանցիկ ենք, նաեւ Իրանի դեպքում, մյուս դեպքում եւս բոլոր միջազգային գործընկերների եւ շատ ազնիվ ու թափանցիկ ենք նաեւ Իրանի հետ։ Հիմա այդ սահմանափակումներից անդին մենք շատ աշխույժ տնտեսական հարաբերություններ ունենք Իրանի հետ եւ այդպես էլ շարունակվելու է։ Եվ ես որպես Հայաստանի նախարար հույս կարող եմ հայտնել միայն, որ մի օր այդ սահմանափակումները վերանան եւ մենք կարողանանք մեր հարաբերությունների ամբողջական պոտենցիալը օգտագործել։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին։ Ես ինչպես եւս մեկ հարց, շատ լավ, համեցեք Ադրբեջանից մեկ։ I'm Zhao Shireh from Azerbaijan. So, Mr. Minister, first of all, thanks for your work and your ministry on the peace, text of the peace agreement. I know that you were the key interlocutor from Armenian side. And my question is that, so how to advance, what's your vision, how you can advance Azerbaijan, cooperation with Azerbaijan international platforms? So one of the elements of the peace agreement is that ending of the diplomatic war. Do you vision that Azerbaijan, Armenia, Georgia, the platform in the level of the foreign ministers, or do you think that Azerbaijan, Turkey, and Armenia to be in the same platform and to advance the regional integrity? And what's your vision and what's your expectation from Azerbaijan side to ending of the diplomatic war? How it can be useful for Armenia? What can be useful for Armenia? Thank you. Շնորհակալ եմ հարցի համար։ Հայաստանը իհարկե, եւ մենք այս մասին բարձրաձայն ասել ենք տարբեր առիթներով, Հայաստանը իհարկե շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության եւ տարածաշրջանային ուրեմն հարթակների մեջ։ Ես առիթ ունեցա նաև այսօր ասելու, որ այդ բոլոր ռազմավարական գործընկերությունների, այդ բոլոր մեծ ուրեմն աշխարհի քարտեզի մեջ
մեր համար առանձնահատուկ կարևորություն ունեն, հասկանալիորեն մեր հարաբերությունները մեր անմիջական հարևանների հետ։ Հիմա այս կոնտեքստում մենք իհարկե զարգացնելու ենք եւ վայելում ենք այսօր այդ արդեն եւ շարունակելու ենք զարգացնել լավ հարաբերությունները մեր 4 հարևաններից երկուսի, Վրաստանի եւ Իրանի հետ։ Եվ մենք մեր կողմից գոնե բոլոր ջանքերը, կառուցողական ջանքերը գործադրում ենք, որպեսզի փոխըմբռնում, առնվազն խաղաղություն, հանդուրժականություն եւ քիչ-քիչ արդեն հնարավորության դեպքում համագործակցություն, գործընկերություն տարբեր հարցերում ձևավորենք նաեւ նախ սկսենք սահմանները բացելուց եւ այն ձևավորենք նաեւ մյուս երկու հարևան հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Շատ էական քայլեր արվում են արդեն եւ արվել են արդեն ուսումնությամբ։ Եվ մենք ոչ միայն հետաքրքրված ենք երկկողմ հարաբերությունները, օրինակ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, այլ նաև տարածաշրջանային ուրեմն ավելի բազմակողմ տարածաշրջանային համագործակցությամբ դրա առիթներն են եղել, նշեցիք նաև Հարավային Կովկասի 3 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այդ ձևաչափով են հանդիպումներ եղել փոխնախարարների, արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, համենայն դեպս մյուս երկու երկրներից մենք լսել ենք հավաստիացումներ, որ իրենք էլ են հետաքրքրված, պայմանավորվածություն կա շարունակել այդ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հանդիպումները գուցե ինչ-որ փուլում դարձնել նախարարական, հաստատ կան հարցեր, որ մենք երեք երկրներս կարող ենք համագործակցել եւ ենթադրում եմ կան հարցեր, այդ թվում եւ արտաքին քաղաքականության, այդ թվում եւ ինքնիշխանության ամրապնդման, որտեղ երեք երկրների շահերը կարող են կամ պատկերացումները կարող են նաև համընկնել։ Հիմա այդպես է ստացվել, մենք երեքս ոչ շատ մեծ երկրներ ապրում ենք կողք կողքի։ Մեզնից ոչ մեկը հավաքական չի գնացել, չգիտեմ, տարածքներ բաժանող ինչ-որ մարմնի մոտ կամ մարդու մոտ կամ չգիտեմ, այլ տեզերական ուժերի մոտ եւ ընտրել այս կտորը այսինչ երկրի հարևանությամբ։ Մեր ճակատագրերը այդպես են, հա, դասավ։ Հիմա մենք պետք է, մենք դատապարտված ենք, ստիպված ենք համագործակցենք, սա ակնհայտ ճշմարտություն է։ Եվ նույնիսկ հաշվի առնելով ինչպիսի մեծ դերակատարներ, ինչպիսի ուրեմն այլ պատկերացումներ կարող են ունենալ, մենք նույնիսկ մեր պատմությունից պետք է տեսնենք, որ մենք անկախություն ենք ձեռք բերել։ Միաժամանակ մենք ուժեղացել ենք, միաժամանակ թուլացել ենք, միաժամանակ պատմության ինչ-որ փուլում կորցրել ենք մեր անկախությունները, միաժամանակ եւ հետո նորից անկախացել ենք միաժամանակ։ Սա ինչ-որ մի բան պետք է հուշի մեզ, կարծում եմ։ Եվ որքան շուտ մենք հասկանանք, որ կան տեղեր, որտեղ հետաքրքրությունները նույնն են, կան տեղեր, որտեղ հետաքրքրությունները կարող են մոտ լինել, կան տեղեր, որտեղ մենք կարող ենք համագործակցել, շահել, եւ իհարկե ինչպես բոլոր հնարավոր հարաբերություններում կլինեն տեղեր, որտեղ մենք տարբեր կմտածենք եւ մեր շահերը չեն համընկնի եւ կարող է հակառակել լինեն։ Այս ամենը շատ բնական process է։ Ես չգիտեմ աշխարհում որևէ հարաբերություն, որտեղ երբեք որևէ մի խնդիր չկա։ Ժորժ ջան, մենք խոսում ենք կարգավորումից, ես սա կարևոր եմ համարում սա ասել եւ Հայաստանի Հանրությանը եւ նաեւ ձեր միջոցով Ադրբեջանի Հանրությանը եւ ընդհանրապես աշխարհին։ Խնդիրները միջազգային հարաբերությունում չեն ավարտվում։ Այդպես լիներ չէին լինի ուղղակի այդ միջազգային հարաբերությունները, բոլոր հնարավոր կազմակերպությունները, բոլոր հնարավոր ձևաչափերը, միշտ ինչ-որ մի խնդիր լինում է։ Խոսքը նրա մասին է, որ խաղաղությունը հաստատված է, անվտանգությունը կա, մենք միասին բացահայտենք նոր մեխանիզմներ, ուղիներ, որտեղ մեր ժողովուրդները կարող են շահել, տնտեսական շահ ունենալ, քաղաքական եւ այլ, բայց որ հարաբերություններ վերցնեք, միշտ ինչ-որ մի խնդիր կմնա։ Տենց են մարդկանց հարաբերությունները, տենց են երկրների հարաբերությունները։ Հիմա մի քիչ շեղվեցի ձեր բարձրացած հարցից, բայց այո, հավաստում եմ, որ Հայաստան շահագրգռված է նաև տարածաշրջանային համագործակցությամբ, նշեցի 3 երկրների ձևաչափը, չմոռանանք 3 գումարած 3 հարթակը, որտեղ կան Հայաստան, Վրաստան, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, մենք ստեղել ենք մասնակցում եւ հետաքրքրված ենք հետագա շարունակմամբ, եւ այդպես էլ շարունակելու ենք։ Իհարկե դեռ կան էլի հարցեր մնացած, բայց
կազմակերպչական հարցերից ելնելով հուշում են, որ ժամանակը ցավոք սուղ է եւ ավարտվում է։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին քննարկման, ներողություն եմ խնդրում բոլորից, ում հանդեպ կարծում եք, որ անարդար են վարվել։ Պարոն նախարար, շնորհակալություն շատ այս հնարավորության համար եւ ձեզ եւ մեզ մաղթում եմ, որ ձեզ հետ հետագա հանդիպումները, ձեզ հետ որպես Հայաստանի արտգործ նախարարի հետ հանդիպումների առիթները ելի լինեն խաղաղության մասին խոսակցություններն ու զրույցները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ եւ ձեզ, Գյորգյան, եւ բոլորին շնորհակալ եմ։